Մեզ Լույս Արոնոթի շարունակում ենք արդեն եթերում ենք ողջունում ենք նշեցրելի հեռուստադիտողին շնորհակալություն որ մեզ հետ եք ապրեք դուք որովհետև ֆանտաստիկ թույն հյուրեր ունենք համեղ հյուրեր ունենք հետաքրքիր հյուրեր ունենք էներգետիկ հեսա տեսակցիկով կտեսնեք համոզվեք իմ ասածներս եւ այսպես բայց մինչեւ կներկայացնենք իրենց ուրեմն Հայաստանի վերջին տարիներին աստիճանաբար ձևավորվում է որպես տարածաշրջանային գաստրոնոմիկ ուղղություն գրավելով թե զբոսաշրջիկների եւ թե միջազգային մասնագետների ուշադրությունը այս զարգացման ֆոնին Profood Armenian արդեն երկրորդ տարին անընդմեջ դառնում է ոլորտի կարևոր հարթակ միավորելով սննդի եւ հյուրընկալության ոլորտի տարբեր ներկայացուցիչներին այս տարի այդ առաքելությամբ միջոցառումը կանցկացվի ձեռնստեսեր ունեց հունիսի 19-ից 21-ը Երևանում ինչպիսի արդյունքներ են գրանցել անցած տարի ինչ տարերը միավորում միջոցառումը եւ ինչի վրա են դրվում հիմնական շեշտերը կպատմեն մեր հյուրերը Ապրիկ Արենը կարդալու համար 5 եւ մեր հյուրերն են Profood Armenia-ի տնօրեն Աննա Մուրադյանը բարի լույս Լույս Արավոտի ծրագրի ղեկավար Սամուել Ալեքսանյանը եւ կոմերցիոն բաժնի ղեկավար Անյա Վարդանյանը բարի լույս Բարի լույս Այ դուք այդ մեծ Profood Armenia-ի թիմի ընտանիքի ընդամենը 3-ն եք այսպես ասած այստեղ ու ես ձեզ նայելով արդեն հասկանում եմ ինչ կյանքով լի, ինչ էներգիայով, ինչ դրայվով մեծ ընտանիք եք հավաքվել, ինչ մարդկանցով եք շրջապատել ձեզ ու ֆանտաստիկ արդյունքներ եք հասնում այդ ամենի մասին փաստում է արդեն առաջին տարին, երբ որ դուք արել եք։ Եկեք մի փոքր հետ գնանք, շատ արագ եթե հնարավոր է ամփոփենք ինչպես անցավ անցած տարին ու արդեն կհափոխվենք նորի։ Ով է պատմալը, ով է պատասխանում։ Ձեր բարձրացեք։ Անցած տարի Profood Armenian երբ մենք նոր էինք սկսում, հա, փորձը ցույց տվեց, որ հյուրընկալության ոլորտի շատ կարևոր միջոցառում ենք կազմակերպել եւ միավորել ենք հենց միջազգային ոլորտի մասնագետներին, հոռեկա ոլորտի մասնագետներին Դրա համար որոշեցինք, որ ամեն տարի հա մեր Profood-ը շարունակենք, որովհետև դա ոչ միայն հենց ոլորտի մասնագետներին էր օգուտ լինում, նաև Հայաստանի ճանաչելիություններ գաստրոնոմ ուղղություններով գաստրոնոմ աշխարհում եւ դրսից միջազգային մասնագետները, խոհարարները, հա, տարբեր ոլորտի հոռեկա ոլորտի տարբեր մասնագետներ գալիս են Այս տարի նույնպես ավելի մեծ մասշտաբներով ենք անելու եւ մեր Profood-ը տեղի կունենա հունիսի 19-ին, 20-ին, 21-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սիրով սպասում ենք բոլորին։ Ով ուզի կարող է գալ։ Այո, իհարկե։ Եվ միանգամից հարցի շարունակությունը հունիսի 19-ից 21-ը կայանալիք միջոցառման ընթացքում այդ ամենը ինչ հիմնական տարեր է իր մեջ պարունակելու, այսինքն ցուցահանդես, վարպետության դասեր եւ այլն։ Ես եմ ոչ մի բանից օրինակ տեղյակ չեմ պատմի։ Պատասխանում եմ ես, շնորհակալություն նախ հյուրընկալելու համար։ Մենք ենք շնորհակալ, որ առավոտը կիսում եք մեզ։ Շնորհակալություն շատ հաճելի առավոտը կիսել ուղի եթերով, հա ինչի՞ չէ։ Տեսեք, անցած տարիով բավականին լավ արձագանք հաստատեց Profood-ը, դրա համար շարունակում ենք այս տարի նույնպես ավելի լայնամասշտաբ։ Մի տեսակ անցած տարի, որ անում ես միջոցառումը 0-ից ու դու հասկանում ես, որ ինչ եղավ, դա է լինելու, բայց հասկանում ես, որ աճելու տեղ կա, զարգանալու տեղ կա ու մոտիվացիան արդեն հյուրերի կողմից, հասկանում ես, որ ավելի շատ տարեր կարաս ավելացնես, եթե ունենք էքսպո ցուցադրություններ, որ եղել են այլ անցած տարի մաստեր կլասեր, top table-ներ, պանելային քննարկումներ, այս տարի ավելի մեծ մասշտաբա լինելու են 4-hand, 6-hand խոհարարների ցուցադրություններ, այսինքն 3-4 խոհարար միասին են պատրաստելու ինչ որ կոնկրետ կոլորիտային ուտեստներ, մենք հիմա քննարկումների մեջ ենք ու ոնց որ ամեն ինչը շեշտը դրվելու է հայկական խանութ միքս համաշխարհային ու շեֆեր ավելի ողջավորված հենց արտասահմանյան ովքեր որ երբեք հայկական խանութի հետ առնչություն չեն ունեցել, ավելի ողջավորված են գալիս, որպեսզի հայկական այդ տարը ներկայացնեն իրանց ձեռագրողում։ Գաստրոնոմիկ туриզմի մասին, հա, այսպես խոսենք, ըստ ձեզ որոնք են այն հիմնական շեշտադրումները, որոնց շնորհիվ Հայաստանը վերջին տարիներին սկսել է հետաքրքրել միջազգային մասնագետներին որպես գաստրոնոմիկ։ Շարունակեմ երևի։ Այո։ Տեսեք, անցած տարի ունեցել ենք 60-ից ավել միջազգային հյուր, խոսքը գնում է Էմիրատների մասին, Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի եւ հարևան մյուս երկրների, այսինքն բարեկամական երկրների մասին է խոսքը։ Իրենք բոլորը ոնց որ առաջի անգամ են գալիս Հայաստան, կային որ եկել են ուղղակի որպես տուրիստ, զբոսնել էին, ման էին եկել, բայց հենց կոնկրետ խորանալ թե հայկական արտադրողի արտադրանքի այդ էքսպոզիցիաների կամ
խոհանոցի հենց մեջ չէր եղել այդպիսի բան։ Իրենց հենց մոտիվացիան այն էր, որ իրանք ուզում էին իրանք ներդրում ունենալ հենց հայկական գաստրոնոմիայի մեջ, որովհետև հայ ազգին ճանաչում են ոնց որ իրենց երկրում, բայց Հայաստանում հենց ներկայապային տեսնում են հյուրընկալության այդ տարը ու ուզում են ոնց որ ավելի շատ օգնած լինեն, որովհետեւ մենք էլ բարձրանանք այն նույն մակարդակին, որը որ ասենք ունի Էմիրատները օրինակ։ Իրանք երբ որ շրջում են մեր հետ, մոտ 3-4 օր ունեցել ենք ամբողջ Հայաստանով տուրեր, շրջում են ուղղակի զարմացած, ասում են որ տենց տեղ չկա, որ մտնենք մեծ հյուրասիրություն չգնա, էլի ոնց որ չտան ու մեզ չընդունեն ոնց որ հարազատի նման, այդ իրանց մոտիվացում էր ավելի շատ հասկանալ, որ Հայաստանում կարան ներդրումներ անեն ու այդ ամեն ինչը փաստում էր այդ համագործակցության նպատակն, որտեղ ունեինք Սավկո, Իվկո, տենց մեծ կազմակերպություններ, ովքեր իմպորտ եւ էքսպորտով են զբաղվում Էմիրատներում ու իրենց ներկայացուցիչներն են հենց դա փաստում, ինչը որ ավելի ոգևորեց, այսինքն դու գնում ես ճիշտ ուղղությամբ, այսինքն ստանում էր այն արդյունքը, որի համար որ հավաքվել էին, էլի։ Իսկ ինչն է լինելու այս տարվա այցեքարտը, որ տարբերելու է ունեք անցած տարվա միջոցառումներից։ Նախ կուզենամ ես ներկայացնեմ, որ Profood Armenia միջազգային միջոցառումը կազմակերպում է Prorec ընկերությունը։ Prorec ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում ներկայացնում է ռեստորանային ոլորտը, հոռեկա սեգմենտը, միգուցե շատերին ծանոթ չլինի հոռեկա բառի հապավումը, կուզեմ նաև այդ բացեմ, ինքը անգլերեն 3 տերմիններից բաղկացած հապավում է հոթել, ռեստորան, կաֆե, այսինքն այն ինչը վերաբերվում է հյուրանոցառեստորանային ոլորտին։ Prorec ընկերությունը ունի մասնաճյուղեր Ռուսաստանում, Վրաստանում, Սաուդյան Արաբիայում եւ Էմիրություններում, այսինքն ընկերությունը բավականին մեծ Եվ Profood միջազգային միջոցառումը դա լայնածավալ հնարավորություններով լի հարթակ է, որտեղ որ մեր արտադրող ներմուծող ընկերությունները ունեն 3 օր մեծ հնարավորություն ներկայացնել իրենց ապրանքը ամբողջ Հայաստանի Հանրապետության հոռեկա շուկային եւ արտահանման մեր միջազգային գործընկերներին։ Արտահանումը նույնպես արտադրող ընկերությունների համար բավականին կարևոր սեգմենտ է, որտեղ լինելու են ներկայացուցիչներ 4 երկրից՝ Էմիրություններ, Վրաստան, Ռուսաստան եւ Սաուդյան Արաբիա։ Միջոցառումը բաղկացած է 4 մասերից։ Ունի ցուցադրական հատված, ունի ռեստորանային հատված, կրթական եւ ամենակարևոր հատվածներից մեկը դա Պրոշեվ միջազգային խոհարարական կոնկուրսն է։ Կուզենամ նաեւ բացատրեմ ինչ ենք մենք ամեն անգամ նշում միջազգային, քանզի Prorec ընկերությունը հրավիրում է աշխարհի տարբեր երկրներից 15-ից ավել շեֆ խոհարարներ, ովքեր որ 3 օրվա կտրվածքով հանդիսանալու են ժյուրի, գնահատելու մեր հայկական խոհարարների նորամուծությունները հենց մրցույթի շրջանակներում։ Ունենալու ենք նաեւ ժյուրիներ Հայաստանը ներկայացնող ավելի մանրամասն մի փոքր ներկայացված է մեր Instagram-յան էջում, կարող են ցանկացողները հետևել։ Ինչը վերաբերում է կրթական հատվածին, մենք ունենք պանելային քննարկումներ, որը որ նույնպես Prorec ընկերությունը հրավիրում աշխարհի տարբեր երկրներից իր ստարտերների, ատելյերների, ովքեր որ խոսելու են 3 օր անընդմեջ, թե ինչ է կատարվում ամբողջ Հայաստանի Հանրապետության գաստրոնոմիկ այդ շուկայում։ Եթե երկրում լինենք գնանք անպայման։ Սիրով մենք հրավիրում ենք, հա, մուտքը ազատ է բոլորի համար, այսինքն բոլոր այն մարդիկ, ովքեր որ հետաքրքրված են, թե ինչ է կատարվում Հայաստանի Հանրապետության հոռեկա ոլորտում արտերկրի մեր բոլոր գործընկերները ներկային լինելու եւ կուզենամ նաեւ ավելացնեմ, որ մեր Պրոշեվ միջազգային կոնկուրսին մասնակցում են նաեւ արտերկրից շեֆ խոհարարներ, չէ՞, Սամուելը կթվի, ինչպես եւ անցյալ տարի, այս տարի մի փոքր ավելի շատ են։ Այդ անցած տարի ունեցել ենք մոտավորապես 80 վերջնական եզրափակիչ անցած խոհարար, այս տարի արդեն 130-ը անցնում է ու դրա ընտրությունը եւս արդեն կարեւորություն է տալիս, որ մարդիկ հետաքրքրվել են, այսինքն տեսել են արդյունքները եւ հա ավելի լավ welcome, ով ուզում է ցանկանա երկրներից կարող է ներկայանալ, կարեւորը background-ը որ համապատասխան լինի։ Եվ սիրով։ Profood, ես ոնց հասկացա, ինքը շատ կարևոր առաքելություն է ստանձնել, մի քանի նույնիսկ շերտով եմ սենց անցնում, բոլորին կթվա թե Profood-ը պարզապես անդրադառնում է մեր մշակույթին, մեր սննդին, մեր խոհանոցին, այն որ դարերով եկած ֆանտաստիկ խոհանոցին, որը որ ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում է, բայց նաև վստահ եմ, որ անցած տարվա փորձից ելնելով դուք հասկացել եք նաև մի բան, որ տալիս է հնարավորություն տարբեր երկրներից գիգանտներին այս գործում շփվելու, փորձի փոխանակում տալու տարբեր մարդկանց հետ, ովքեր ապրում են նաև Հայաստանում ու հնարավորություն մտածելու, աշխատելու տարբեր գաղափարների շուրջ, նոր համագործակցություններ, նոր գործեր, որոնք իրականություն են դառնում ու դա իմ կարծիքով ձեր ամենակարևոր հաղթանակներից մեկը կարող ենք համարել։ Դա այդպես է թե ոչ։
Շատ ճիշտ եք նշել։ Հիմա ներկայապային գրում են բանակցությունները, որպեսզի ունենանք հյուր շատ կարևոր հենց Էմիրատներից, ով որ գալու է պանելային քննարկում ունենալու եւ պատմելու մեր արտադրողներին, արտահանողներին, թե ինչ թղթաբանություն է պետք, ինչպես կարելի է լիցենզիա ստանալ, ձեր բիզնեսը տեղափոխել Էմիրատներ, ինչը որ ամենակարևորն է ինձ թվում է հենց Հայաստանի այս պահին։ Բայց եթե Հայաստանում արդեն ձևավորվել է այդ բիզնես մշակույթը եւ բոլորը պատրաստ են արտահանելու, այդ ամենակարևոր սեգմենտն է, որ դու հենց հանդիպում ես հենց այդ լիցենզիա տվող մարդու հետ եւ իր հետ արդեն սկսում ես ուղիղ շփում, թե տեղում ռեալ ժամանակում, թե արդեն կարողանում ես քո թղթաբանությունը կազմակերպել եւ փոխանցել արդեն ոնց որ համապատասխան մարմինին։ Նույնը վերաբերում նաեւ մյուս մեր հյուրերին, ովքեր որ գալիս են տարբեր երկրներից, որոնք կարող են այստեղ արդեն ներդրումներ անել, ունենալ իրենց բիզնեսը, կոնկրետ ունենք անցած տարվանից 2 լիբանանյան ռեստորան է բացվել, որը հենց եղել է համագործակցություն Proffood-ից հետո։ Այսինքն ունեցել են 2 արտադրող, որ իրենց ապրանքը ներմուծել են Էմիրատներ, որը որ արդեն այն արդյունքն է, որի համար որ մենք պայքարում ենք էլ այդ։ Հիմա ավելի շատ մեծ արդյունքներ են։ Միգուցե մեր եթերից դուրս մի քիչ արտոնություն տալ, ձեզ դուք էլ այն մարդկանցից եք, ովքեր վստահ են, որ երկիր մնրակի տարբեր կետերում եղած կլինեք, ու արդյոք դա այդպես է ցավոք սրտի, բացի Հայաստանից, եմ մեծ հպարտությամբ եմ ուզում դա ասել, էլի, որովհետև նույն Լուվրում սրճարաններից մեկում, ռեստորաններից մեկում մեր գործընկերներից մեկը պարզապես քաղցած լինելով որոշել ինչ-որ բան պատվիրել ու մատուցման ձևը, վերաբերմունքը, սպասարկումը նայելով ու մյուս երկրների ու քաղաքների, փողոցների հայտնի ռեստորաններում սնվելուց հետո մարդիկ հասկանում, որ Հայաստանի Հանրապետությունը միակ տեղն է երկիր մոլորակեր, որտեղ ֆանտաստիկ սպասարկում է, համեղ խոհանոց է ու ամուր ուրիշ լեվելի վրա է ամեն ինչ։ Դա այդպես է, ձեր համար էլ դա այդպես թե ոչ։ Ինչ գլուխ գովալու թող լինի, բայց ասեք դա։ Ես իհարկե, կուզեմ բոլորին սերմանեմ այդ, որ Հայաստանի Հանրապետությունում իհարկե ամեն տեղ կա զարգանալու հոռեկավոլորտը, մշակույթը, բայց ամենայն դեպս շատ ուրախ ենք, որ մեր դրսի հյուրերը արտերկրից որ գալիս են այստեղ, թեկուզ մեր Proffood-ի շրջանակներում մեր արտերկրի հյուրերը 7 օր են, չէ՞, եթե չեմ սխալվում, այստեղ են լինելու, այն էմոցիաները, որ իրանք մեզ են փոխանցում, այդ շնորհակալությունը, այդ համը, այդ հոտը, այդ մեծ պատիվ է մեզ բերում, հպարտություն է բերում եւ կարծում եմ իհարկե ինչքան մենք մեծանանք, ամենայն դեպս մենք շուկայում լավագույն դիրքերն ենք պահում հենց հոռեկայի սեգմենտում։ Ես կհավելեի Անյային նաև ձեր ասած տարբերակում, որովհետև Հայաստանը երևի թե միակ երկրներից է, որ լուրջ է մոտենում այդ սպասարկման մշակույթին։ Մենք էլ պրոռեկայի հետ համագործակցելով ունենք դաժե դասընթացներ, որոնք որ հենց ուղղված են հենց ոլորտի այդ հյուրընկալության զարգացման վրա, այսինքն մենք հենց ուշադրություն ենք դարձնում հենց այդ սպասարկումը ավելի բարձրացնելու, որովհետև դու համեմատվում ես ոչ թե արդեն Լուվրին մոտ գտնվող սրճարանին, այլ համեմատվում ես Դուբայի մոլում գտնվող Armani կաֆեի հետ, այսինքն մեր սպասարկումը արդեն գալիս է այդ մակարդակի, որը ամենախրախուսելին է, որովհետև դա արդեն եւս մեկ ներդրում է տուրիզմի զարգացման համար։ Մարդ որ գա Հայաստան 7 օր անցկացնի եւ իրեն պատվով ճանապարհեն, այսինքն այդ ամենակարևորն է այս թվում։ Պարտության զգացում ունեցա այս բանին։ Հարցս այսպեսին է. ինչպես է այս հարթակը նպաստում տեղական արտադրողների եւ հյուրընկալության ոլորտի հետ հոռեկա ներկայացուցիչների միջև նոր կապերի հաստատմանը։ Կասում եմ դուք պատասխանեք։ Խնդիր չկա։ Արտադրող ներմուծող ընկերությունների համար տեսեք, սա բավականին մեծամասշտաբ հնարավորություն է, որ 3 օրվա կտրվածքով իրանք տեսնում են մեր արտերկրի բոլոր գործընկերներին եւ ամբողջ Հայաստանի Հանրապետության հոռեկա շուկայի ներկայացուցիչներին։ Այսինքն, եթե օրինակի համար միջին փոքր բիզնես են իրենք ներկայացնում, ամեն մեկը չի որ ունի հոռեկայի ներկայացուցիչ, որպեսզի կարողանա իր պրոդուկտը հասցնի սպառողին։ Բայց սա տալիս է լայնածավալ հնարավորություն, որ 3 օրվա կտրվածքով իրանք մեկ հարթակի տակ տեսնում են բոլոր հոռեկայի ներկայացուցիչներին եւ միանգամից կարողանում են իրենք համ փորձի փոխանակում ունենան, կապերի ձեռքբերում ունենան եւ իհարկե նաեւ մեծ հնարավորություն է մեր արտերկրի գործընկերներին ներկայացնել իրենց պրոդուկտը արտահանման համար։ Ցավոք սրտի, ես գիտեմ որ հարցերը շատ են, 15 րոպեն ավարտվեց, ոնց որ նորացինք բարևձեզ, հիմա պետք է ասենք շնորհակալություն ցտեսություն, բայց այս ինչի մասնակից են ներ կողքից հիանալու, հասկանալու թե ինչի մասին է խոսքը, առաջարկում ենք եւս մեկ անգամ, ամսի քանիսին եւ որտեղ 19-ից 21-ը։ Հանդիպում ենք հունիսի 19-ին, 20-ին, 21-ին, առավոտյան 11-ից ժամը 20:00-ն։ Լինելու է նաեւ Համալիրում, Կարեն Դեմիրճյանի անվան։ Լինելու է նաև բացօթյա ֆեստ, ունենալ ենք պրոշեֆ, ունենալ ենք փակման եւ բացման արարողություններ, բազմաթիվ հյուրեր, ու ինքը կարա դառնա հանգիստ ժամանցային նաև իվենթ, որը կարելի լինի ուղղակի մարդկանց համար, որ հետաքրքիր։ Բաց հնարավորություն շփվելու ֆանտաստիկ մարդկանց հետ, դա ամենակարևորն է։ Բայց ամենաանվճար, Ու դա ամենաանվճար, նաև ընդեղ ինչ որ փորձելու ինչ-որ բան հնարավորություն կլինի։ Իհարկե, Իհարկե։ Գնաք Ամբողջ Հայաստանի Հանրապետության խոհանոցները։
Վերջացավ։ Այդ օրը մենք ուր ենք։ Քանի կիլոգրամներ Մենք մինչև գործիչ դա ենք այսինքն կպահենք մեր սննդակարգը, որ այդ օրը եթե երկրում լինենք։ Դիետա է սպառում։ Անահիտ, ես քո տեղը կուտեմ։ Եվս մեկ անգամ իջեցնենք մեր հյուրերն էին Պրոֆուդ Արմենիայի տնօրեն Աննա Մուրադյանը, ծրագրի ղեկավար Սամուել Ալեքսանյանը եւ կոմերցիոն բաժնի ղեկավար Անյա Վարդանյանը։ Շնորհակալ ենք շատ։ Իսկ դուք մնացեք մեզ հետ, խոսելու ենք թատրոնից, ֆանտաստիկ մարդիկ են արդեն եկել, մեր հյուրերն այնտեղ սպասում են մեզ, մնացեք մեզ հետ, կիմանաք ովքեր են եւ ինչից ենք խոսելու։